Լուսնե Գրիգորյան, Free News հեռուստաընկերություն, տարին արդեն ավարտվում է, պարոն Աբինյան, կխնդրեի ներկայացնել ձեր թիմի տարվա ամենամեծ ձեռքբերումը որն է եղել եւ ամենամեծ բացթողումը որն է եղել։ Նաեւ առաջիկա 5 տարվա ընթացքում Երևանի զարգացումը ինչպես եք պատկերացնում։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ, իրականում տենց էլի ոլորտային շատ կարող եմ տարբեր ուղղություններով կարևոր մեծ արձանագրումներ անել, օրինակ քաղաքաշինության ոլորտում կարող եմ ասել, որ բազմաչարչար կասկադի նախագծի մեկնարկն է տրվել եւ իրականում Երևան քաղաքում այս խնդիրը մի քանի տասնամյակ է որ կա, կենտրոնական հատվածում կասկադի կառուցվելու է մի ենթակառուցվածք, որը ծառայելու է քաղաքին, մենք ունենալու ենք 1000-ից ավել տեղանոց համերգասրահ, ունենալու ենք ժամանակակից արվեստի թանգարան, ունենալու ենք տարբեր հանրային տարածքներ, տարբեր ռեստորաններ, տարբեր հատվածներ, որոնք որ պատկանելու են Երևանի քաղաքապետարանին։ Այսինքն կենտրոնական հատվածը պատկանելու է քաղաքին եւ կարծում եմ սա շատ կարեւոր եւ մեծ ձեռքբերում է։ Մեծ ձեռքբերումներից ունենք արելի ծավալի իրականացրած կանաչապատման աշխատանքներ Երևան քաղաքում եւ այս տարի նույնպես մենք էական ծավալներով ավելացրել ենք Երևան քաղաքի կանաչապատ տարածքները, մասնավորապես մեր մեկ շնչին ընկնող կանաչապատ տարածքները 8 քառակուսի մետրից վերջին 3 տարիների ընթացքում ավելացել են եւ դարել է 8.5 քառակուսի մետր, որը որ արդեն իսկ կարելի ասել մոտ է առողջապահական համաշխարհային կազմակերպության ստանդարտներին, մենք հաջորդ տարի հատելու ենք 9 քառակուսի մետրի սահմանը, այս պայդրությամբ իրականացում են ու Բարաշենի հատվածում մոտավորապես 8.5 հեկտար նոր կանաչապատ տարածքներ, կանաչապատ շերտ կառուցելու եւ ստեղծելու հիմնման աշխատանքներն են ընթացքի մեջ, իրականացրել ենք Նոր-Նորքում եկեղեցու հատվածում 6 հեկտար տարածքում կանաչապատման աշխատանքներ, տարատեսակ տարբեր այգիներում եւ ծավալային կրկին այս տարի ռեկորդային է եղել։ Ունենք եւ կրթության ոլորտում մեծ ձեռքբերումներ, կարծում եմ մեր նախաձեռնությունը հեռախոսների սահմանափակումների վերաբերյալ դպրոցներում էական դրական ազդեցություն է ունեցել դասապրոցեսների հետ կապված, որովհետև եւ աշակերտներից, եւ ուսուցիչներից, եւ ծնողներից դրական արձագանքներ ենք ստանում եւ կարծում եմ մենք որոշակի չափումներ կկարողանանք իրականացնել հետագայում եւ վստահ եմ, որ դրանք այդ չափումները դրականն են լինելու։ Ունենք տրանսպորտի ոլորտում արդյունքներ, ինչպես ասացի, նոր պայմանագիր ունենք 45 նոր տրոլեյբուս գնելու հետ կապված, կանգառասրահներն ենք փոխում, նոր ավտոբուսային գծեր ենք ավելացնում։ Այս տարի իրականացրել ենք Իսակը Վարշակունյաց ճանապարհահատվածի ամբողջ բոլոր հողատարածքների օտարման գործընթացը, այսինքն մենք հաջորդ տարի սկսում ենք Իսակը Վարշակունյաց ճանապարհահատվածի կառուցումը փաստացի, որ կարծում եմ այս նախապատրաստական տեսանկյունից այս տարի մեծ ծավալի աշխատանք ենք արել։ Կոմունալ տնտեսության ոլորտում նշեցի այն աշխատանքները, որ արել ենք, չնշեցին միայն, որ նաև այս տարի, ինչպես եւ նախորդ տարիներին 500-ից ավել վերելակներ ենք փոխարինել Երևան քաղաքում, որը որ մեր տարեկան հստակ պլանն է, որը փաստացի իրականացրել ենք, մեզ մնացել է փաստացի 3 տարվա աշխատանք եւս եւ վերելակների ծրագիրը Երևան քաղաքում ամբողջապես ավարտում ենք այս տեմպը պահպանելով։ Իրականացրել ենք 130 բակի հիմնանորոգման աշխատանքներ, ամեն տարի որակապես բարձրացնում ենք խաղահրապարակների որակը, խաղասարքերի որակը, կառուցել ենք տասնյակ ֆուտբոլի դաշտեր քաղաքում, իրականացրել ենք միջին նորոգման աշխատանքներ մեծ ծավալով, իրականացրել ենք մանկապարտեզների հիմնանորոգումներ, իրականացրել ենք 15 բակի մանկապարտեզների բակի հիմնանորոգման աշխատանքներ, այսինքն այն մանկապարտեզներում, որոնք որ հիմնանորոգվել են եւ մեծամասամբ արդեն բակերն ենք հիմնանորոգել եւ այդպես շարունակ։ Ընդհանուր առմամբ այս տարվա ձեռքբերումները աշխատանքի տեսանկյունից շատ մեծ են։ Տոմսային համակարգն ենք ներդրել, լավ վատ, այնց բողոքներով եւ ամեն ինչով, բայց դա շատ կարեւոր համակարգ է, շատ կարեւոր ենթակառուցվածք է, որ այս տարի փաստացի ներդրվել եւ աշխատում է։ Եվ արդեն փաստացի մենք միասնական տոմսային համակարգ ունենք տրոլեյբուսում, ավտոբուսում եւ մետրոյում։
Եվ սա շատ լավ հիմք է տալիս շատ այլ բաների համար, բայց ամենամեծ ձեռքբերումները ես ուզում եմ արձանագրել, որ թվայնացման ոլորտում են եւ շատ դեպքերում դեռևս դրանք շատ տեսանելի չեն, բայց քաղաքի կառավարման տեսանկյունից եւ արդյունավետության բարձրացման, կառավարման արդյունավետության բարձրացման տեսանկյունից դրանք ամենամեծ ձեռքբերումներն են։ GIS քարտեզները, որոնք որ տարբեր ոլորտներում արդեն օգտագործվում են, այսօր օրինակ առավոտյան մեր Երևան նախագծի տնօրենը ներկայացնում էր GIS քարտեզի մեր գլխավոր հատակագծի արդեն պատկերը եւ դա դարձնելու ենք հասանելի նաեւ բոլորի համար, երևանցիների, ենթակառուցվածքների քարտեզը, ջրի, լույսի, գազի, այսինքն բոլոր այդ խողովակաշարերը, որոնք որ ունենք on-line հասանելի ենք դարձնելու մինչև հունվարի 20-ը մարդկանց համար, մեր գրունտային հողերի եւ այդպես շարունակ, այսինքն ոլորտային առումով այտենց GIS-ում շատ մեծ ձեռքբերումներ ունենք, ես մի օրինակ էլ կբերեմ, որ շատ հետաքրքիր օրինակ է, որպեսզի հասկանամ, ես 2022 թվականին հիշում եմ քաղաքապետարանը, երբ մենք ունեինք տենց մոտավորապես տենց ակերի վրա տենց հատուկ բաներ, որոնցով թղթեր էին տեղափոխվում մեծ ծավալի այս շենքով եւ հիմա օրինակ մենք ունենք մի համակարգ, որը որ մեր ավտոբուսների տեսախցիկներին է միացված եւ արհեստական բանականությամբ այն փողոցներով, որով որ այդ ավտոբուսը անցնում է, արձանագրում է փոսերի քանակը եւ չափը կոնկրետ կետային եւ արտացոլում է քարտեզի վրա։ Այսինքն ուզում եմ ասել, թվայնացման ոլորտում մենք շատ մեծ առաջընթաց ունենք եւ այս առումով կարծում եմ դեռևս մյուս տարի արդեն շատ բաներ ավելի ու ավելի կհանրայնացվեն եւ մարդիկ Երևանի քաղաքապետարանի ծառայություններից օգտվելու համար, նույնիսկ այսօր կարող են միայն թվային օգտվել։ Ես.Երևան.am կայքով չկա մի ծառայություն, որ Երևանի քաղաքապետարանը չի մատուցում թվային կերպով։ Մյուս տարի հուսով եմ արդեն հավելվածը կունենանք, ակտիվ քաղաքացի հարթակ ունենք եւ այդպես շարունակ։ Որոնք են եղել ավելի բարդ գնացող ծրագրերը, իհարկե Խոսեցինք Աջափնյակի կայարանից, որ ինքը իր էությամբ բարդ նախագիծ է, բայց շատ կարևոր արձանագրում ունենք, որ այսօր ունենք արդեն փաստացի փորձաքննություններ անցած նախագիծը եւ իհարկե բարդ էր նաեւ գնում Վարդաշենի մեր վթարային շենքերի բնակիչների բնակարանային լուծումների ծրագիրը, ինչպես նաև Արզումանյան 10 եւ 17 շենքերի բնակիչների ծրագիրը, համեմատությամբ օրինակ Արցախի բնակիչների, Արցախում մենք կարելի ասել տենց ամբողջ ծավալով խնդիրը լուծեցինք եւ վերջին տարիներին կրկին այնքան բնակարանի գնման վկայականներ ենք հանձնել, ինչքան դրան նախորդող, չգիտեմ, 10 տարիների ընթացքում չի հանձնվել եւ կարծում եմ այդտեղ ինչքան էլ որ բարդություններով, բայց այնուամենայնիվ մենք կրկին մեծ ծավալի աշխատանք արել ենք։ Շնորհակալ եմ։ Իսկ Երևանի զարգացումը 5 տարի հետո ինչպեսին եք պատկերացնում։ Երևանի զարգացումը 5 տարի հետո պատկերացնում եմ, որ մենք ունենք ներդրված էլեկտրոնային համակարգեր, այսինքն մեր խաչմերուկներում, որոնք որ նույնպես աշխատում են արհեստական բանականությամբ, մենք ունենք ամբողջապես գործող ֆունկցիոնալ հանրային տրանսպորտ, արդեն իսկ ձեռք բերված 250-18 մետրանոց ավտոբուսներով, ունենք տրոլեյբուսային պարկը ամբողջապես համալրված է, այսինքն այս 45 տրոլեյբուսով մենք դեռևս ամբողջ պարկը չենք համալրում։ Մեր պլանով, եթե չեմ սխալվում, պլանավորվում է մոտավորապես ունենալ 100-ին 100-ից մի քիչ ավել տրոլեյբուսներ։ Ունենք մենք ընթացքի մեջ Աջափնյակի մետրոյի կայարան կառուցվող, մենք իրականում կանաչ տարածքները, հանրային տարածքները, հետիոտնային քայլելու համար հատվածները ընդլայնված են, հետիոտնի համար Երևան քաղաքը ավելի հասանելի է, շարունակվում է ծրագիրը ավելի հասանելի դարձնելու քաղաքը անվասայլակով եւ մանկասայլակով անձանց համար միայն այս տարի մոտավորապես 500 թեքահարթակներ ենք դրել քաղաքում եւ 5 տարի հետո կարծում եմ կարելի ասել մեր վարչական շրջաններում մեծ ծավալով այդ ծրագիրը արդեն իսկ իրականացրած կլինենք։ Երևանը ուղղակի էականորեն ավելի հարմար քաղաք է լինելու 5 տարի հետո համեմատած այսօրվա։